էլ ում ավտոյի վրա է դրած հեղուկ գազ ու որ արդեն գժվել եք այդ հեղուկ գազի խնդիրներից։ Մի հատ խնդրում եմ ասեք իմանամ, արդեն մի ամիս է ավտոյիս վրա օդ գազեր փոխել եմ հեղուկ գազի ու ինչ փոխել եմ այդ օրվանից անընդհատ խնդիր է տալիս, անընդհատ նախ շատ քիչ եմ քշում, 25 լիտրը քշում եմ մոտ 76 կիլոմետր, 25 լիտրը մոտ 5000 դրամ է անում ու 76 կիլոմետր քշելը այդ ընդհանրապես նորմալ չի իմ կարծիքով։ Մի հատ խնդրում դուք ասեք նորմալ է թե չէ այդ մատորը 3.5 է իմ ավտոյի, բայց կապ չունի դե գոնե այդ 25 լիտրը մի 100 կիլոմետր պիտի կարողանայի քշեի, պլյուս անընդհատ ինչ-որ ավտոն քշելու ընթացքում ցոր կտրտվի, չգիտեմ ինչ լինի ավտոյի աշխատանքը, այսօր հանգել է ճանապարհի մեջտեղ ավտո սենց գազա փոխել, մի երկու օր առաջ տարա նայեց այդ մարդով գազը դրել էր, ասում է շատ վատ որակի գազ են բերել Հայաստան, այդ գազից ռեդուկտորի մեջ զիբիլ է լցվել, պիտի էդի կամ ռեդուկտորը փոխես կամ լվանա, վերջացի լվա, ես չեմ կարող ամեն անգամ, երբ որ վատ գազ լցնեմ ռեդուկտոր փոխեմ։ Մի խոսքով այդ լվաց, մաքրեց, հիմա նորից նույն խնդիրը տալիս է ու պլյուս ավտոյից մեջ ահա որ վատ գազի հոտ է լցվում, նես տպավորությունն է, ոնց որ չգիտեմ, այդ գազը բան բերեն ավտոյի մեջ հենց լցնեն, այդենց վատ հոտ է լցվում, չի կարում այդ մարդը երևի հասկանա, ինչն է խնդիրը, խոսքով ես արդեն գժվել եմ, այն տիպի եմ արդեն հոգնել այս գազի խնդրից, որ ուզում եմ տանեմ, ասեմ ինչ կլինի իմ այն օդ գազի բալոնը դիրիմ ավտոյի վրա հետ, ես պրծնեմ այս խնդիրներից, բայց խնդրում եմ գրեք կոմենտներում, ով ունի այս նույն խնդիրը կապված հեղուկ գազի հետ, ձեր ավտոներն էլ են sense պրոբլեմ տալիս, թե պրոստը իմ մոտ վատ են դրել այդ համակարգը, դրա համար այդ նորմալ չի աշխատում։